Շում է Աբրահամին. Տերն ասաց Աբրահամին. գնա քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։ Ես քեզ մեծազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծարեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ, աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն։ Եվ Աբրահամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան։ Ղովտն էլ գնաց նրա հետ։ Խառանից դուրս գալիս Աբրահամը 75 տարեկան էր։ Աբրահամն առավ իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, իրենց ամբողջ ունեցվածքը և Խառանում իրենց ունեցած մարդկանց։ Նրանք դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը, և եկան Քանանի երկիրը։ Աբրահամն անցավ այդ երկուսով մինչև Սյուքեմ կոչված վայրը, մինչև Մորեի կաղնին, և այն ժամանակ քանանցիներն էին այդ երկրում։ Տերը երևաց Աբրահամին և ասաց. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը», և նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որը երևացել էր իրեն։ Այդտեղից գնաց Բեթելի դիմացի Սարը և իրեն վրանը բերեց։ Բեթելը արևմտյան կողմում էր, իսկ Գային արևելյան կողմում։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։ Աբրահամը մեկնելով այդտեղից գնաց դեպի Նեգև։ Աբրահամը Եգիպտոսում։ Այն երկրում սով եղավ, և Աբրահամն իջավ Եգիպտոս, այնտեղ որպես պանդուխտ ապրելու համար, քանի որ սովը սաստիկ էր այդ երկրում։ Երբ նա Եգիպտոս մտնելուն մոտ էր, իր կնոջը Սարային ասաց. «Ահա գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով մի կին ես։ Երբ եգիպտացիները տեսնեն քեզ, անպատճառ կասեն. սա նրա կինն է, և ինձ կսպանեն, իսկ քեզ ողջ կթողնեն։ Ասա, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհքով ինձ համար լավ լինի, և քո շնորհիվ ես ողջ մնամ»։ Երբ Աբրահամը տեսավ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ այդ կինը շատ գեղեցիկ է։ Փարավոնի իշխաններն էլ տեսան նրան և գովեցին նրան փարավոնի առաջ, և կինը տարվեց փարավոնի պալատը։ Փարավոնը բարիք արեց Աբրահամին, և նա ոչխարներ, արջառներ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգեշեր և ուղտեր ունեցավ։ Տերը մեծ հարվածներով պատժեց փարավոնին և նրա տանը Աբրահամի կնոջ Սարայի պատճառով։ Փարավոնը կանչեց Աբրահամին և ասաց. «Այսինչ արեցիր ինձ, ինչու ինձ չասացիր, թե նա քո կինն է, ինչու ասացիր, թե քո քույրն է, և ես էլ նրան առա, որ ինձ կին լինի, իսկ հիմա ահա քո կինը առ ու գնա»։ Եվ Փարավոնը իր մարդկանց պատվիրեց նրա համար, և նրանք ճանապարհ դրին Աբրահամին ու նրա կնոջը, նրա ամբողջ ունեցվածքով։ Աբրահամը Եգիպտոսից վեր գնաց դեպի Նեգև, ինքը և իր կինը, իր բոլոր ունեցածները և Ղովտն էլ իր հետ։ Աբրահամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով, ոսկով։ Նա հանգրվաններով Նեգևից գնաց մինչև Բեթել, մինչև այն վայրը, որտեղ առաջ գտնվում էր իր վրանը։ Բեթելի և Գայի առջև, այն տեղը, որտեղ սկզբնապես զոհասեղան էր շինել, այնտեղ Աբրահամը կանչեց Տիրոջ անունը։ Ղովտն էր, որ Աբրահամի հետ էր գնացել, ուներ ոչխարներ, արջառներ ու վրաններ։ Եվ այդ երկիրը չէր բավականացնում նրանց, որ միասին ապրեն, որովհետև նրանց ստացվածքը շատ էր ու չէին կարողանում միասին ապրել։ Կռիվ սկսվեց Աբրահամի հոտերի հովիվների և Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այդ ժամանակ քանանցիներն ու փերեզացիները բնակվում էին այդ երկրում։ Աբրահամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ և քո միջև, և իմ և քո հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։ Ամբողջ երկիրը առաջդ չէ, բաժանվիր ինձանից։ Եթե դու գաս դեպի ձախ, ես կգնամ դեպի աջ, եթե դու գնաս դեպի աջ, ես կգնամ դեպի ձախ»։ Ղովտն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ Հորդանանի ողջ շրջակայքն ամբողջապես ոռոգված էր, քանի դեռ Տերը Սոդոմն ու Գոմորը չէր կործանել, մինչև Սեգորի սահմանը Տիրոջ դրախտի նման էր, Եգիպտոսի երկրի նման։ Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջակայքը և գնաց դեպի արևելք, և նրանք բաժանվեցին իրարից։ Աբրահամը բնակվեց Քանանի երկրում, Ղովտն էլ բնակվեց դաշտավայրի քաղաքներում և իր վրանը բացեց Սոդոմի մոտ։ Սոդոմի բնակիչները շատ չար էին և մեղավոր Տիրոջ առջև։ Տերն ասաց Աբրահամին. «Երբ Ղովտը նրանից բաժանվել էր, աչքերդ բարձրացրու և քո կանգնած տեղից նայիր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու արևմուտք, որովհետև այս ամբողջ երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու և քո սերնդին հավիտյան։ Քո սերունդը երկրի ավազի չափ եմ անելու,
Եթե մեկը կարող է հաշվել երկրի ավազը, ապա քո սերունդներն էլ կհաշվեն։ Վեր կաց և շրջվիր այս երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև քեզ եմ տալու այն։ Աբրահամը չվեց, եկավ, բնակվեց Մամփեի կաղնիների մեջ և Քեբրոնում և այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար։ Տիրոջ խոսքը եղավ Աբրահամին ասելով. «Մի վախեցիր, Աբրահամ, ես քեզ համար վահան եմ, և քո վարձը խիստ շատ է»։ Աբրահամն ասավ. «Ով ամենակարող Տեր, ինչ ես տալու ինձ, քանի որ ես առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա Դամասկեսի Եղիազարն է»։ Աբրահամը նաև ասաց. «Քանի որ ինձ սերունդ չտվեցիր, ուստի իմ ընդոցինն է ինձ ժառանգ լինելու»։ Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով. «Նա քո ժառանգը չի լինի, այլ նա, որ քո միջից է դուրս գալու, նա կլինի քո ժառանգը»։ Եվ դուրս հանեց նրան ու ասաց. «Նայիր դեպի երկինք և հաշվիր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»։ Եվ ասաց նրան. «Այդքան կլինի քո սերունդը»։ Աբրահամը հավատաց Տիրոջը, և նա նրա համար արդարություն համարեց այդ։ Եվ ասաց նրան. «Ես եմ Տերը, որ քեզ դուրս հանեցի Քաղդիացիների քաղաքից ու այս երկիրը քեզ տալու համար»։ Եվ նա ասաց. «Ով ամենակարող Տեր, ինչի՞ց իմանամ, թե ես ժառանգելու եմ այն»։ Տերն ասաց. «Ինձ համար առեք 3 տարեկան մի երինջ, 3 տարեկան մի այծ, 3 տարեկան մի խոյ, մի տատրակ և աղավնու մի ձագ»։ Աբրահամն այս բոլորը բերեց նրա համար, յուրաքանչյուրը մեջտեղից կտրեց, և ամեն մի կտորը դրեց մյուսի դիմաց, իսկ թռչունները չկտրեց։ Գիշատիչ թռչուններն իջան կտրած մարմինների վրա, բայց Աբրահամը քշեց նրանց։ Երբ արևը մայր էր մտնում, Աբրահամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ։ Տերն ասաց Աբրահամին. «Ստույգ իմացիր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն մի երկրում, որ իրենցը չէ, և ծառայություն կանեն, և նրանց 400 տարի կչարչարեն, բայց ես կդատեմ այն ազգին, որին պիտի ծառայեն, իսկ դրանից հետո նրանք մեծ ստացվածքով դուրս կգան։ Դու խաղաղությամբ կգնաս քո հայրերի մոտ և կթաղվես խոր ծերության մեջ, և 4-րդ սերնդում կվերադառնան այնտեղ, որովհետև ամորհացիների անօրենությունը դեռ լրումին չի հասել»։ Երբ արևը մայր մտավ և խավար եղավ, ահա ծերացող մի հնոց ու կրակույտ ծոց անցավ կերոնների միջով։ Եվ այդ օրը Տերը Աբրահամի հետ ուղը դրեց, ասելով. «Այս երկիրը Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը, այսինքն Եփրատ գետը, քո սերնդին եմ տալիս. կենեցիներին, կենզիացիներին, կեդմոնացիներին, կերտացիներին, պերեզացիներին, ռափիմներին»։ Տերը երևաց Աբրահամին Մամրեի կաղնիների մեջ, երբ օրվա տաք ժամանակ նստել էր վրանի դռանում։ Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց։ Ահա 3 մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ վրանի մուտքի մոտից, ընդառաջ վազեց նրան, մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Տեր, եթե շնորհ գտա քո առաջ, մի անտեսիր քո ծառային, աղաչում եմ քեզ։ Թող մի քիչ ջուր բերեն, լվացեք ձեր ոտքերը, հանգստացեք ծառի տակ։ Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրեք ձեր սրտերը։ Հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Ահա այնպես, ինչպես ասացիր»։ Աբրահամը շտապեց վրանը ծառայի մոտ և ասաց. «Շուտ արա, 3 գրիվն տիրալյուր հունձիր և կաթա պատրաստիր»։ Աբրահամը վազեց արջառների մոտ, վերցրեց մի մատղաշ լավ ворդ և տվեց պատանուն։ Սա էլ շտապեց այն պատասխանելու, և վերցրեց քարակ, կաթ և պատրաստած ворդն առավ, դրեց նրանց առաջ, նրանք կերան, իսկ ինքը գնաց կանգնեց նրա մոտ ծառի տակ։ Եվ նրանք հարցրին Աբրահամին. «Ո՞ւր է քո կինը Սառան»։ Նա պատասխանեց. «Ահա վրանում է»։ Եվ ասաց. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը Սառան մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի հետևում էր և ինքը։ Աբրահամն ու Սառան ծերացած էին և օրերն անցկացրած։ Սառայի համար դադարել էր կանանց սովորական վիճակի մեջ լինելը։ Սառան ծիծաղեց և իր մտքում ասաց. «Պառավելուց հետո եմ զվարճություն ունենալու, և իմ Տերն է ինձ ծերացրել»։ Տերն ասաց Աբրահամին. «Սառան ինչու ծիծաղեց ասելով. «Մի՞թե ես իրոք ծնելու եմ»։ Ես պառավել եմ։ Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք եկող տարի այս ժամանակ դարձյալ քեզ մոտ կգամ, և Սառան մի որդի կունենա»։ Սառան ուրախացավ և ասաց. «Ես չծիծաղեցի, որովհետև վախեցել էր»։